Այսօր թերևս վերջին զանգ սերիալի ամենահուզիչ, ամենածանր ու ամենազգացմունքային սերիան էր։ Թեև առջևում դեռ 2 սերիա կա, բայց այն ինչ հեռուստադիտողը տեսավ այսօր, կարելի է առանց չափազանցության բնութագրել որպես ցնցող։ Բոլոր դերասանների խաղը բարձր պրոֆեսիոնալ մակարդակի վրա էր, բայց հատկապես առանձնանում էր Հենրիի կերպարը։ Նրա խաղը այս սերիայում այնքան անկեղծ ու խորքային էր, որ պարզապես անհնար էր մնալ անտարբեր։ Մեքենայի տեսարանում, երբ նա բացվում է Անգելինայի առաջ, խոսելով իր հոր մասին, հետո արդեն ավագի տանը Սոսի հետ ունեցած ծանր ու լարված պահերին, սա անկասկած Հենրիի կողմից այս նախագծում մատուցված լավագույն դերակատարումն էր։ Սոսի կերպարի մասին նույնիսկ ավելորդ է շատ խոսել։ Նրա լուռ հայացքը, ներքին ցավը, կուտակված ծանրությունը ավելի խոսուն էին, քան ցանկացած բառ։ Անգելինան ևս այսօր ներկայացրեց չափազանց հուզիչ պահեր, թե Հենրիի հետ հարաբերություններում, թե Սոսի և Աննայի կողքին գտնվելիս։ Նրա ներքին պայքարը, մոլորությունն ու ցավը փոխանցվում էին առանց ճիգի։ Այս ամենի արդյունքում վստահաբար կարելի է ասել, որ այս նախագիծը հայկական հեռուստաեթերում ամենաստացվածներից մեկն է, թե դերասանական կազմի, թե սցենարային ծանրության, թե հուզական ազդեցության առումով։ Անցում կատարելով սերիալի իրադարձություններին, սկսենք մի լուսավոր որոշումից։ Անգելինան վերջապես որոշում է հաշտվել Հենրիի հետ։ Երբ նա իմանում է, որ Հենրին գտնվում է Աննայի մոտ, որոշում է ինքն էլ գնալ այնտեղ, ոչ թե պարզաբանման կամ վիճաբանության համար, այլ պարզապես նստելու, ջերմ զրուցելու, հոգեպես թեթևանալու համար։ Այդ հանդիպման ընթացքում նա Սոսին հիշատակում է որպես պապա, ինչը միաժամանակ և անսպասելի է, և խորապես հուզիչ։ Այդ բառի մեջ կա ընդունում, հաշտություն ու ներքին խաղաղության առաջին նշանները։ Սակայն այս լույսի կողքին անմիջապես գալիս է մթությունը։ Ցավալի լուր է դառնում այն փաստը, որ Հենդոն մահանում է։ Նրա սիրտը չի դիմանում այն ցավին, որ տարիներ շարունակ կուտակվել էր իր ներսում։ Նա տեսնում է որդու Միքայելի դժբախտ ու չստացված կյանքը, գիտակցում է, որ այդ նույն ծանր բեռը փոխանցվում է նաև թորնան, և այդ ամենի պատասխանատվությունը դնում է միայն իր ուսերին։ Հենդոն հեռանում է կյանքից մեղավորության զգացումով, առանց իմանալու, թե ինչ ողմերգական իրադարձություններ են սպասվում իր որդուն ընդամենը մի քանի ժամ անց։ Իսկ այդ ընթացքում Սոսը գիտակցված գնում է մահվան ընտառաջ։ Նա հստակ հասկանում է, որ առաջիկա հանդիպումից ողջ դուրս է գալու միայն մեկը։ Նրան այլևս չի հանգստացնում նույնիսկ այն փաստը, որ Լիլիթը փախել է հոգեբուժարան, թեև դա տրամաբանորեն պետք է դառնար ամենամեծ վտանգը։ Նա գիտի, որ նման վիճակում Լիլիթը կփորձի հասնել միայն 2 մարդու՝ Անգելինային և Աննային։ Բայց Սոսն այլևս այլ ուղղությամբ է մտածում։ Նրա համար այժմ կա միայն մեկ նպատակ՝ ավարտել այս երկար տարիների պայքարը, ինչը ևս կարժե սեփական կյանքը։ Միքայելը ևս նույն ճանապարհին է։ Նա նույնպես գնում է մահվան ընտառաջ, ներքուզ գիտակցելով, որ գնում է իր մահացած մոր մոտ։ Այսօր նրա դեմ այնքան մեղադրանք, ատելություն ու արհամարհքենք հնչեց, որ նա վերջնականապես հասկանում է այլևս ոչ ոքի պետք չէ։ Իր ներսում նա ընդունում է այն միտքը, որ իր կյանքի ավարտը գուցե ամենաճիշտը լինի հենց Սոսի ձեռքով։ Սա նրա համար դառնում է մի տեսակ արդարացում, վերջակետ այն ամենի վրա, ինչ տարիներ շարունակ կորցրել է իրեն ու մյուսներին։ Հանդիպումը կայանում է, կրակոցը հնչում է, Սոսը կրակում է Միքայելի վրա։ Միքայելը մահանում է։ Եվ այսպես հայրը և որդին հեռանում են կյանքից իրարից անտեղյակ, մեկը չիմանալով մյուսի մահվան մասին։ 2 ճակատագիր, 2 կործնված կյանք, 2 ընտրություն, որոնք հանգեցրին նույն ավարտին։ Այս սերիան դարձավ ոչ միայն շրջադարձային, այլև ծանր եզրագից մի պատմության մեջ, որտեղ սերն ու վրեժը տարիներ շարունակ խառնված էին իրար, իսկ ճշմարտությունը միշտ գալիս էր չափազանց ուշ։ Հարգելի հետևորդներ, ում արյուն է թափելու Լիլիթը, կամ միգուցե հենց Լիլիթն է մահանալու, և եթե այո, ապա ում ձեռքով։ Գրեք մեկնաբանություն։ Շուտով լավ կհանգստանաս, բայց ոչ մի ձև քեզ նեղություն չեմ տալու, տեղը տասա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։
Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասանք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, այս ամենին չդնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբերտ։ Մի քիչ թարքուն տարեկան։ Կոճոլայի համար Դու խոշտի։ շիկինոլայի համար շուշ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուր։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով։ Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Էլինը մեջ ճանաչում խոսում ենք սիրով լավ, բայց